Բարև ձեզ, Արար YouTube-յան արիքի եթերում հայրենիք կիրակնորյա վերլուծական հաղորդաշարն է։ Ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը եւ իմ զրուցակիցն է այսօր Համերաշխություն կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը։ Բարև ձեզ, պարոն Ավետիսյան։ Պարոն Ավետիսյան, նախորդ շաբաթ մենք տեսնում ենք վարչապետը մեկնեց Վաշինգտոն մասնակցելու Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Ըստ ձեզ առհասարակային ինչ կտա մեզ։ Մեծ հաշվով վատ չի, որ Հայաստանը մասնակցում է այդպիսի մեծ եւ կարեւոր միջոցառումներին եւ այնպիսի երկրում ինչպեսին Միացյալ Նահանգներն են որպես գերտերություն, լավ է, որ Հայաստանը մասնակցում է, այնտեղ շփվում է տարբեր ղեկավարների հետ, տարբեր երկրների ղեկավարների հետ, գուցե ինչ-որ բաներ իրար մեջ պայմանավորվում են կամ իրար փոխանցում են ինչ-որ կարևոր հարցեր եւ այդ առումով կարելի է դրական համարել եւ արժի որ Հայաստանը մասնակցի բոլոր այդ տեսակ կարևոր հավաքներին, դա կլինի Միացյալ Նահանգներում, դա կլինի Եվրոպայում, դա կլինի Ռուսաստանում կամ արաբական աշխարհում, շատ կարևոր է որ Հայաստանը ամենտեղ երևա որպես անկախ պետություն եւ դրանից հետեւություններ արվի։ Հոյակապ կլինի, որ գործող ղեկավարը այդ երկրներից սովորի են լավ արարքները, իրական ժողովրդավարությունը, որ կա եւ փորձի Հայաստանում այդպես լինի։ Ես կարծում եմ, որ պետք չի սովորել բռնապետությունից կամ բռնապետերից, պետք է սովորել դեմոկրատական երկրներից եւ փորձել այդ դեմոկրատիան իրականում իրականացնել Հայաստանում։ Որքան շատ շփվի դեմոկրատական երկրներում, ժողովրդավարական երկրներում, այնքան լավ ավելի Հայաստանը գուցե դառնա ավելի ժողովրդավար, ավելի դեմոկրատ։ Սա նախադրյալ համարվում է, որ խաղաղության համաձայնագիրը ավելի, չգիտեմ, ամրապնդվում է եւ այլն, որովհետեւ նման կարծիք արտահայտեց վարչապետը, որ ավելի վստահությամբ է, մեծ վստահությամբ է լցվում դեպի խաղաղությունը։ Դե բնականաբար ինչ-որ մի բան կավելացնի այն փաստաթղթին, որը ստորագրել են, բայց փաստաթուղթը ինքը իրանով ես չեմ կարծում, որ խաղաղություն ա բերելու մեր տարածաշրջան, որովհետև կողմերից մեկը իրեն շատ վատ ու ագրեսիվ է պահում։ Նկատի ունեմ Ադրբեջանին, որը իր նախագահի շուրթերով անընդհատ խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, Հայաստանը պետք է անի այս քայլը, Հայաստանը պետք է գնա այս զիջումներին, մեր ռազմաքաղաքական բանտարկյալներին, որոնք գտնվում են Բաքվի բանտերում, տեսեք ինչպիսի վճիռներ տվեցին, որը անընդունելի է մի երկրի համար, որը գնում է խաղաղության, այսինքն ինքը թշնամանքը երկար պահում է իր մոտ եւ լծակներ է պահում իր մոտ, որը խիստ տարբերվում է մեր իշխանություններից։ Մի կողմը անընդհատ լծակներ է պահում իր մոտ, որպեսզի մշտապես օգտագործի այդ լծակները եւ իր ուզածը փոկի Հայաստանից, Հայաստանը հայկական կողմը զիջում է բոլոր հնարավոր տարբերակները, ինչ որ ունի, բոլոր խաղաքարտերը զիջում է, հետեւաբար ամեն ինչ պարզ է, ոնց կավարտվի այդ խաղը, չի կարող ավարտվի մեր համար դրական ձևով եւ ադրբեջանցիք կհասնեն իրենց նպատակին, եթե այս ճանապարհով գնանք։ Ես հուսով եմ, որ մենք այդ ճանապարհով փոխելու ենք եւ այդպես չի լինելու։ Խոսքը ձեր ընտրությունների մասին է, որ իհարկե ընտրությունների մասին է եւ բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ այս իշխանությունների օրոք հնարավոր է պահպանել գոնե այն ինչ ունենք, իրենք չարաչար սխալվում են, այդպես չի լինելու։ Ադրբեջանցիների ախորժակը շատ մեծ է, որովհետև նրանց հետևում կանգնած են նաև երկրներ, եւ մասնավորապես Թուրքիան, գիտեք, որ թուրքերը համարվում են, որ մեկ ազգ երկու պետություն ենք, այսինքն եւ Թուրքիան եւ Ադրբեջանը դա մի պետություն է, եւ իրանք չեն հանդուրժելու, որ իրանք միջև գտնվում է հայկական անկախ պետություն։ Դա իրանք բնականաբար փորձելու են չեզոքացնել եւ դրանից բխող հետևանքներով։
Հիմա հայկական իշխանությունները կարողանան դրա դեմն առնել կամ փորձել Միացյալ Նահանգներով դրա դեմն առնել, գուցե ցանկությունները լավ են, բայց իրականության մեջ հողի վրա դա հնարավոր է այդպես անել։ Ես կարծում եմ, որ շանսերը շատ քիչ են, որովհետև գիտենք, որ Թուրքիան համարվում է Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Հետևաբար Թուրքիայի ծրագիրը Միացյալ Նահանգների համար խորտ չի, եւ այդ ծրագրերը, որոնք կազմվել են այդ մեծ թուրանական աշխարհը սարքելու, անմասը չի նաև Միացյալ Նահանգները կամ անգլոսաքսերը եւ այլ կամ այն պետությունները, որոնք դրա հետևում կանգնած են եւ որոնք հովանավորում են։ Հետևաբար Հայաստանը պետք է լավ հասկանա, որ քաղաքականությունը շահերի հետ է կապված եւ այնպիսի կարգավիճակում պետք է լինես, որտեղ քո շահերը համընկնի այդ երկրների հետ։ Եթե դու դա չես կարողանում անել, դու պարզապես զոհ ես։ Տեսեք, ներկայիս իշխող իշխանությունը նշում է, որ իր հաղթաթուղթը այսօր խաղաղությունն է եւ շատ հաճախ իր քաղաքական թիմակիցները շուրթերից լցվում է նաեւ նմանատիպ խոսակցություն, երբ իրենք չլինեն, այս խաղաղությունն էլ չի լինի, անկախության հարցը կդրվի արդեն, անկախություն չեն կունենա։ Ես ուզում եմ հասկանալ, միջև իրենց գալը Հայաստանը անկախ է, սուվերեն է, ուներ Արցախ, իսկ հիմա եւ արդյոք իրենք որ չլինեն իշխող թև եւ իշխանություն չի լինի այս ամենը։ Նայեք, իրանք իրենց տրամաբանության մեջ ընդհանրապես մենք ինչ ունենք այս պահին։ Այս պահի դրությամբ տեսեք, իրենց տրամաբանությամբ եթե խոսենք, իրանք ասում են, եթե մենք չլինենք, անկախություն չի լինի։ Հետևաբար անիմաստ է, չէ՞, որ թուրքերը պիտի սատարեն այս իշխանությանը, որովհետև իրանք ասում են, որ երբ մենք չլինենք, Հայաստանը չի լինելու։ Թուրքերը ուզածը նա է, որ Հայաստանը չլինի, չէ՞։ Բայց թուրքերը եւ ադրբեջանցիները հիմա ամենտեղ գոռում են, խոսում են, սատարում են, որ այս իշխանությունը մնա։ Հետևաբար իրանք ասածը ուղիղ հակառակն է։ Իրանք շուրտված են ասում։ Եթե իրանք մնան իշխանության, դա թուրքերին ձեռք է տալիս։ Իսկ թուրքերի ծրագիրը որն է, ըստ իրենց, այնա որ Հայաստանը որպես պետություն պիտի գոյություն չունենա այս տարածաշրջանում։ Հետևաբար սա նշանակում է ինչ։ Սա նշանակում է, որ իրանք ուղղակի ժողովրդին կեղծ լուր են տալիս եւ քանի որ իրանք խոսելիք չունեն, որևէ ոլորտի մասին չունեն խոսելու բան, ինչ որ մի հատ абսուրդ մի բան են ասում, որը ժողովուրդը մտածի, ասի, վայ, տեսեք, ինչ կլինի Հայաստանի հետ բան։ Հիշեք նախընտրական փուլում ինչ էր ասում այս վարչապետի աթոռը զբաղեցնող անձնավորությունը, ասում էր, եթե ես չլինեմ վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա ընդհանրապես, այսինքն չի լինի Հայաստանը։ Այսինքն այդ անհեթեթությունները, որ անդադ կրկնում են իրանք, որովհետև գիտեք, քաղաքական ուժը ինչ-որ բան պիտի ունենա ասելու։ Երբ որ դու ինչ-որ բան ես ասում, քո դիմաց դնում են 10 հակառակ փաստարկ, որ դա չի լինի, ու դու չես կարողանում պատասխանես, հետևաբար դու պետք է խորը մտածես, այդ ասես թե չասես։ Հիմա իրանք ինչ են առաջարկում։ Քանի կար խոսում էին, որ ասֆալտ են կանում ամբողջ ճանապարհները, բան եւ այլը, եւ ժողովրդի գլուխն էլ մտցրել էին, որ ասֆալտապատում են, կյանքը բարելավում է, բան եւ այլը։ Հետո մի հատ անձրևից հետո այդ ամեն ինչը վերացավ։ Հիմա ուզում են արդարանան, օրինակ ինչ են ասում քաղաքային իշխանությունները, ասում են, որ ասֆալտը քանդվեց, որովհետեւ այդ ասֆալտը արել էր նախկին իշխանությունը։ Եվ այն ինչ որ իրանք են արել, դա չի քանդվել, այն ինչ որ նախկիններն են արել, դրանք քանդվել են։ Ստացվում է էլի մի բան, հետաքրքիր իրավիճակ, բարձում ամբողջ Երևանը նախկիններն են սարքել, որովհետև ամբողջ Երևանն է ավիրակ վիճակում։ Մնացած ըստ իրանց տրամաբանության, այդպես է ստացվում։ Բայց դա իհարկե այդպես չի, չէ՞։ Ճանապարհների որակը վատն է, դրա համար քանդվում է։ Եթե այդպես Եվրոպաներից են խոսում, կամ զարգացած երկրներից են խոսում, որ իբր մեր ճանապարհները ավելի լավն են, բան, մի որոշ ժամանակ առաջ այդպես խոսում էր երկրի ղեկավարը, որ Հայաստանում ճանապարհները ավելի լավն են, բայց տեսեք, նրանց մոտ անձրևները շատ ավելի շատ են, բայց ճանապարհների որակը նույնն է։ Դա նշանակում է, որ ճանապարհները ուղղակի վատ են սարքված։ Հետևաբար, այդտեղ պետք է մտածել։
այդքան գումարներ դրսից վերել, պարտք վերցնել ու ճանապարհները այդպես սարքել ու ըստ էության այդ գումարները քամուն տալը նշանակում։ Դա ուրիշ խնդիր է։ Դե կներեք, ամեն խնդիր ունի իր հանգուցալուծումն ու պատասխանատուները, երբ մենք յուրաքանչյուր դեպք դիտարկում ենք եւ տեսնում ենք ձախողում է, պատասխանատվության ենթարկվող չկա, մեղքը գծել նախկին, ներկա թե ապագայի վրա ես չգիտեմ արդեն, սա հեռատեսություն է թե քաղաքականության բարելու մի ունակություն, որը ոչ միտեղ չի տանում։ Ի վերջո ուր են գնում այսպես, ընտրությունների ժամանակ ինչպիսի գաղափարախոսություն են ունենալու ներկայացնելու։ Նեք, իրենց ամբողջ տրամաբանությունը նրա վրա է սարքած, երբ որ ինչ-որ բան եք ասում իրենց, ասում եք, որ օրինակ այս բանը սխալ է կարել։ Իրանք ոչ թե արդարանում են ու ասեն, որ գիտեք, մենք սխալ չենք արել, որովհետև մենք այսպես, այնպես եւ այլ, այսպես ենք արել բան եւ այլը, ասում են նրանք էլ են արել։ Հասկանում եք ինչ է ստացվում, այսինքն ինչ ուզում եք իրանց ասեք, իրանք ասում են նրանք էլ են արել, նրանք ավելի վատ են արել, կամ նույն բանը նրանք են արել։ Այս ազգը կներեք էլի, խո բան չի, կրակը չինգ է նախկին ներկաների հետ կապված։ Ի վերջո կարող է դուք երկուսով էլ սխալ եք, երկուսով էլ պիտի գնաք։ Այս հարցը պետք է առաջ բերել։ Սրանք երկուսով էլ այս պարագայում, երբ որ խոսքը գնում է նրան, որ երկուսով էլ սխալ են արել, երկուսն էլ պիտի գնան, սրանք դրանից շատ վատ են զգում եւ դառնում են դաշնակից իրար։ Բայց դե ամեն դեպքում ժողովուրդը պետք է լավ հասկանա, որ իրավիճակը փոխվում, տարիները անցնում են, ժամանակահատվածը փոխվում է, քաղաքական շահերը փոխվում են եւ նոր ուժերի հետ պետքա հույսեր կապել, փորձել հասկանալ նոր ուժերը ինչ են անում։ Եվ պետք է գնալ առաջ, պետք չի նայել ոչ հետ, ոչ ներկա, միշտ պետք է նայել առաջ եւ փորձել ավելի լավ տարբերակներ գտնել։ Դուք ասում եք լավ տարբերակներ, իսկ թույլ են տալիս, որ մեր հասարակությունը ընտրի լավ տարբերակ, որովհետեւ մենք տեսնում ենք կամ նախկինի մեջ ունենք ընտրություն կամ ներկայիս իշխանություններ են ներկայացնում։ Տեսեք, այդ նախկինի ու ներկայի շահերը ինչ որ առումով համընկնում են, որ թույլ չտան, որ երրորդ ուժերը հայտնվեն քաղաքական դաշտում, այսինքն ժողովուրդը տեսնի, որ բացի սրանց խոսքերից, բացի սրանց ծրագրերից, կա նաև երրորդ տեսակետ, որ գնանք ես երրորդ տեսակետի կողմը, որպեսզի ժողովուրդը սա տեսնի, պետք է ունենա հնարավորություն լրատվական բաներով խոսել, պետք է լայն հասարակությունը դա տեսնի, որը այս պարագայում չկա եւ երկուսն էլ շահագրգիռ են, որ ժողովուրդը դա չտեսնի, որպեսզի ընտրությունը լինի այս ուժերի մեջ, նախկինի եւ ներկայի միջեւ։ Իդեպ ներկայիս իշխանությունը նշում է, որ 2026 թվականի ընտրություններից հետո չեն լինի նախկիններ ազգային ժողովում, նման կանխատեսումներ ունեն, լավ, մեր ժողովուրդներ կազա ու նաև օլիգարխներ, ուզում եմ մի բան հարցնել, նման կանխատեսումներ ու վստահություն որտեղից։ Դե վստահությունը նա է, որ իշխող ուժը մտածում է, որ իրանք ունեն բոլոր հնարավորությունները այլևս, որ ընտրությունները անցկացնեն այնպես ինչպես ուզում են եւ որևէ օլիգարխի կարիք այլևս չունեն։ Այն ժամանակ իրանք ունեին թուլություն, օլիգարխներին բերեցին, որպեսզի իրանք օգնեն։ Այսինքն այս մարդկանց մոտ նպատակը արդարացնում է միջոցները եւ նպատակին հասնելու համար իրանք օգտագործում են ցանկացած միջոց։ Հիմա ինչ որ օլիգարխներ պետք էր, լցրեցին իրանք ցուցակները եւ ամենամեծ քանակի օլիգարխներ իրանք են տարել պարլամենտ։ Այս գործող իշխանությունը։ Իհարկե սա ողջունել է, շատ ճիշտ է, որ դե օլիգարխները չլինեն քաղաքական դաշտում, եթե հիմա հասկացել են, դա գուցե լավ է արդեն, որ իրանք հասկացել են օլիգարխների պետք չի տանել պարլամենտ, որովհետեւ դրանից բխում է որոշակի հարցեր, որոնք իրանք օգտին չի լինում։ Հիմա այդ առումով լավ է, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ բոլորն ունեն իրավունքներ եւ իրավունքներից օգտվում են բոլորը։ Մարդկանց կարգավիճակով չպետք է որոշել ով դիզբաղվի, ով չզբաղվի քաղաքականությամբ եւ առավել եւս այսօրվա իշխանությունը չպետք է որոշի, թե ովքեր մասնակցեն, ովքեր չմասնակցեն։ Ովքեր ճիշտ են համարում մասնակցելը, պետք է մասնակցեն, բայց պետք է մասնակցեն քաղաքական ուժերը։
ոչ օլիգարխները եւ այս անցումային շրջաններում շատ վտանգավոր է, որովհետեւ օլիգարխները սովորաբար ավելի ուժեղ են լինում, քան այն քաղաքական ուժերը, որոնք քաղաքական դաշտում կան։ Պետք է նպաստել, որպեսզի քաղաքական ուժերը հզորանան Հայաստանում։ Բայց արդյոք այս իշխանությունը գնում է այդ ուղղությամբ եւ նպաստում է, որ այդպես լինեն։ Քաղաքական ուժերի կարծիքը այս իշխանությունները հաշվի առնում են։ Այս իշխանությունները հաշվի են առնում միայն իրանց կողքը կանգնած ուժերին եւ իրանց շուրջ եղած օլիգարխներին։ Իսկ եթե իրենք հիմա փորձում են դրանից հրաժարվեն, դա ողջունելի է եւ կտեսնենք դա այդպես կլինի թե չէ։ Պարոն Ավետիսյան, բազմիցս համերաշխության կոչ է կարել բոլոր կողմերին, ընդդիմադիր, իշխող թե միասնական մեկ սեղանի շուրջ նստելու եւ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու համար երկիրը դուրս բերելու։ Հիմա ես ուզում եմ հարց տալ, արդյոք ժամանակը չէ, որ նոր քաղաքական ուժերը, ովքեր ձևավորում են նոր միտք, նոր գաղափարախոսություն, մեկտեղ համատեղվեն եւ մեկ ուժով ներկայանան։ Արդյոք դա ավելի արդյունավետ չի լինի ներկայիս սպասվող իրավիճակներին հաղթահարելու համար։ Գիտեք, դուք ճիշտ եք ասում, ուղղակի մի փոքր ճշտում, մենք ունենք հստակ ծրագիր, ոնց այս իրավիճակից դուրս գանք, ոնց երկրում ապահովենք մեր ներազգային համերաշխությունը։ Այդ համերաշխությունը նաև քաղաքական դաշտում է պետք, որովհետև եթե չկա համերաշխություն, չկա հասարակական համերաշխություն, ոչ մի լավ բան չի ստացվելու։ Ատելության մթնոլորտում լավ բան չի ծնվում։ Ու այդ ատելության մթնոլորտը չար ծառն է, ասված է, չէ՞ որ չար ծառը բարի պտուղ չի տա։ Հետևաբար մենք այդ ատելության մթնոլորտը պետքա փոխենք։ Փոխելու դեպքում միայն նոր ուժերը չեն, բոլոր քաղաքական ուժերը, նորից ուզում եմ կրկնել բոլոր քաղաքական ուժերը, ովքեր ցանկություն ունեն իրավիճակը փոխել, պետք է հնարավորություն ունենան մասնակցեն այն ինչ որ մենք առաջարկում ենք այդ ծրագրին, որպեսզի իրավիճակը փոխվի եւ մթնոլորտը պետք է ինքը համերաշխության մթնոլորտ լինի, ոչ թե ատելության մթնոլորտ։ Եվ այդ ատելության քարոզը ցավոք սրտի այսօր իշխանության կողմից է։ Այնց այն կարգի ատելությունա տարածվում հասարակության մեջ անընդհատ խորհրդարանում հենց մի քիչ հանգստանում նորից ինչ որ բորբոքվում են ու նորից սկսում են ինչ որ բաներ ասել, մյուս կողմը ընդդիմադիր դաշտը խորհրդարանական ընդդիմությունը այդ ատելության խոսքը վերցնում է եւ սկսում է հակադարձել, ստացվում է որ մենք ատելության մթնոլորտում ենք ապրում։ Մենք լսում ենք ատելության խոսք։ Քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունը հայհոյում է ընդհանրապես իշխանությանը, որը քաղաքական առումով այո, որը քաղաքական առումով շատ վտանգավոր է մեր երկրի համար, հայհոյանքներից հետո ինչ է լինում միշտ։ Սկզբից հայհոյում են, հետո այդ հայհոյանքներից հետո անցնում են արդեն կոնկրետ գործողությունների, չէ՞։ Հիմա եթե հասարակության մեջ երկու կողմը իրար հայհոյումը, ինչ է լինելու վերջում։ Վերջում լինելու է տուրը դմփոց։ Այդ տուրը դմփոցը մենք չենք ուզում որ լինի, եւ դա կլինի մեր համար վտանգավոր։ Հետո այդ տուրը դմփոցի մեջ վստահ եղեք, դատավորը կլինի Թուրքիան։ Թուրքերը կփորձեն դատավորը լինել եւ արդարություն հաստատել մեր երկրում։ Իսկ թուրքերը ո՞նց են արդարություն հաստատում։ Մենք դա գիտենք։ Մենք դա գիտենք ժամանակին ոնց են իրանց կարծիքով արդարություն հաստատել հայկական տարածքներում եւ հայերի մեջ։ Որպեսզի մենք չհասնենք այդտեղ, պետք է մի քիչ խելացի լինել։ Պետք է մի քիչ քաղաքական լինել։ Պետք է լսել այն քաղաքական ուժերին, որոնք ինչ-որ նոր բան են առաջարկում։ Այդ նախնադարյան մտածելակերպը քաղաքականության մեջ արդեն վաղուց անցել է։ Հիմա պետք է հասկանալ ինչ է ասվում հիմա։ Պետք է լսել, պետք է լսելու ունակություն ունենալ։ Այդ շատ կարևոր բան է։ Պարոն Ավետիսյան, մեզ մոտ կարծես թե բացակայում է այդ ունակությունը, որովհետև բավականին երկար ժամանակ է մենք խոսում ենք միասնության, համերաշխության մասին, բայց մենք չենք տեսնում դա։ Ընդհակառակ ամեն մեկը իր դիրքից, իր գաղափարներից է խոսում եւ մենք տեսնում ենք այսպես անջատ լինելով ձախողելու ենք մեր քաղաքականության մեջ եւ սա մեր երկրին ու հայրենիքին է վերաբերվում։ Ի վերջո չունեն այդ հեռանկարը թե հպարտությունը այնքան մեծ է, որ իրոք բերելու է պարտության։
Տեսեք, քաղաքական ուժերի որևէ քաղաքական ուժ ինքը չի կարող ապահովի այդ մթնոլորտը։ Համերաշխության մթնոլորտը առանցին վերցրած քաղաքական ուժ չի կարող։ Բոլոր այն քաղաքական կուսակցությունները, որոնք առաջարկում են կոնսոլիդացիա իրանց շուրջ, մեղմ ասած անգրագիտություն է քաղաքական եւ չի կարելի գնալ այդ ճանապարհով։ Դա 100,000 անգամ արդեն փորձված տարբերակ է, որը չի աշխատում։ Որովհետեւ եթե քաղաքական կուսակցություններ ունեն ամբիցիաներ, դուք ասում եք եկեք իմ շուրջ հավաքվեք, այդ ձեր ամբիցիաները դրեք մի կողմ ու մենք միասնական անենք։ Դա տես չի ստացվում։ Պարզ է, չէ՞ որ տեսնում ենք, դա տես չի ստացվում։ Ուրեմն պետք է մի այլ ձև գտնել։ Այլ ձևը մենք առաջարկել ենք։ Դա մեր ձևը չի, դա այլ ձև է։ Այլ ձև է, որը հնարավորություն է տալի բոլորին հավասար պայմաններով մեկտեղվել միտեղ եւ ընդունել մի ծրագիր ազգային, համազգային ու սկսել դա իրականացնել առանց այդ ամբիցիաները դնելու։ Փորձենք դա անենք։ Եթե մենք դա չենք, ուրիշ տարբերակ ցավոք սրտի չկա։ Կա մի տարբերակ։ Գնացինք այդ տարբերակով, ստացվելու է, չգնացինք այդ տարբերակով, չի ստացվելու։ Լավ, ինչ է լինելու։ Տեսեք, հիմա որոշ քաղաքական գուցե լավ պետական գործիչներ, բայց իրականում վատ քաղաքական գործիչներ ասում են հետեւյալը, որ կարելի է մի քանի բևեռ ստեղծել ու այդ գնալ, հետո խորհրդարանում այդ բևեռները իրար հետ համագործակցեն, բան ժողովուրդ չի կարելի այդպես մտածել։ Ընդհակառակը պետքա ստեղծել երկու բևեռ։ Եթե չի ստացվում ընդհանրապես մի բան սարքել, մի կառույց, գոնե պետք է լինի երկու բևեռ, որ լինի դրականը եւ բացասական, երկու դրական բացասական բևեռների մեջ առաջանում է էներգիա, ու այդ էներգիան տալիս է արդյունք։ Հիմա եթե դրական բևեռը չեն կարող ստեղծել, մի քանի բևեռով այդ նշանակում է փոշիացնել մեծ հաշվով ամեն ինչ։ Պետք է անենց անել, որ եթե իշխանությունն էլ չի մասնակցում այս ամեն ինչին, գոնե պետք է ստեղծել մի մեծ, չգիտեմ, անունը բևեռ դնենք, ճակատ դնենք, կոմիտե ստեղծենք, չգիտեմ ինչ անուն ինչ են դնում, բայց պետք է լինի մի մարմին, որտեղ բոլոր ռեսուրսները, բոլոր մի տոկոսանոցները կամ ավել տոկոսանոցները պետք է մի տեղ լինեն, որպեսզի դա գումարվի իրար եւ արդյունք տա։ Եթե առանցին գնաց կամ այդ մեծը մի 3 մասի բաժանեցիր, այդ նշանակում է դու ուզում ես անես այն, ինչ որ ուզում է իշխանությունը։ Շատ պարզ է ամեն ինչ։ Հիմա հարցը առաջանում ոնց անենք, որ այդ մարդկանց ամբիցիաները մի քիչ երկրորդ պլան գնա։ Դա արդեն այլ տարբերակ է, դա հնարավոր է անել, բավականին դժվար է հայերիս մեջ դա անել, բայց հնարավոր տարբերակ է, պետք է փորձել դա անել։ Եթե դա չստացվեց, ես կարծում եմ, որ անիմաստ է մասնակցել մի ամեն դեպքում դա իմ անձնական կարծիքն է, մասնակցել մի, այսպես ասենք, միջոցառման, որը կոչվում է ընտրություն, որի արդյունքները շատ վատ է լինելու։ Ոչ միայն բուն ընտրական process-ը, նախընտրական, այլ նաև յետընտրական արդյունքները շատ վատ է լինելու եւ վտանգավոր է լինելու մեր երկրի համար։ Քիչ առաջ ասացի, որ հետո պարզվել է, որ թուրքերն են խաղաղություն բերում Հայաստանում, այսինքն այս տարածքում արդեն։ Իսկ դա իրանք ոնց են անում, մենք գիտենք։ Լավ, մենք հիմա քննարկում ենք խնդիրների մասին, բայց հասկանում ենք անձնական ամբիցիաները ավելի վեր են։ Ի վերջո խոսում ենք հայրենիքի մասին, հայրենասիրության մասին, բայց ինչ ենք անում, զրո գործողություն։ Ինչպես եք տեսնում ելքը, դուք որպես կուսակցության ղեկավար, արդյոք մասնակցելու եք ի վերջո ընտրություններին, թեև նշում եք, որ հեռանկարներ միգուցե այս պայմաններում չեք տեսնում, բայց մասնակցելու եք, թե ոչ։ Նայեք, մենք մասնակցության հարցը դեռ քննարկման փուլում է, մենք հիմա քննարկումներ ենք անցկացնում, տարբեր հանդիպումներ ենք անցկացնում եւ բանակցություններ ենք վարում։ Հենց որ դրանց արդյունքը պարզ կլինի, մենք կավարտենք այդ process-ը, բնականաբար մենք կհավաքվենք, կուսակցությունը կհրավիրի համագումարը որոշում կկայացնի, ինչպես է մասնակցում ընտրությունների եւ մասնակցումը արդյոք թե չէ, եւ
ինչ ձևով է մասնակցելու։ Կլինի դաշինքներով, կլինի միասնական, կլինի առանցին, դե այդ քննարկման առարկա է։ Մենք հակված ենք նրան, որ փորձենք մեր գաղափարներին համահունչ, մեր անվանը համահունչ, համերաշխության մթնոլորտը զարգացնենք եւ առաջացնենք այդ համերաշխության մթնոլորտը Հայաստանը, որպեսզի ցանկացած պայքար լինի համերաշխության մթնոլորտում, ոչ թե թշնամության, ոչ թե ատելության։ Հիմա մենք սա փորձում ենք անել։ Սա շատ դժվար է մի կողմի հետ անել։ Սա պետքա բոլորի հետ անել։ Նաեւ այն կողմի, որը հրահրում է դրան, մենք պետքա փորձենք խոսել, ասել, բացատրել, որ մի արեք այդպես, որովհետեւ դուք կործանում եք ամբողջ երկիրը։ Իշխանությունը ի վիճակի այսօր լսելու այլ քաղաքական կուսակցության կառույցի տեսլականին։ Ես այս պայդրությամբ դժվարանում եմ ասել, պատրաստա թե չէ, համենայն դեպս մինչև հիմա իրանք չեն լսել այն մյուս ուժերին։ Ես չեմ հիշում, որ օրինակ ասենք վարչապետը դաթորը զբաղեցնողը, ասենք հրավիրի քաղաքական ուժերին ու ասի մի հատ ուզում եմ հասկանամ դուք ինչ եք ասում։ Ինչն է ձեր ասածը։ Ինչն եմ ես սխալ անում, որ դուք էլ գտնում եք, որ ես սխալ եմ վարվում եւ այլն։ Հավաքի միտեղ, օրինակ նախկինները այդ որ ասում են այդքան, ամեն դեպքում դա անում էին։ Օրինակ երրորդ նախագահը հավաքում էր քաղաքական կուսակցությունները եւ համազգային կարևորագույն խնդիրները քննարկում էր քաղաքական ուժերի հետ։ Հիմա այս համազգային հարցերը, որոնք կան, որովհետեւ մեր համար շատ կարևոր է համազգային հարցերը։ Մեր անձնական ամբիցիաները թողենք մի կողմ, բայց կարևորագույն հարցեր կան մեր ազգին վերաբերյալ։ Որ իրենք շատ ճիշտ են բարվում, երևի ճիշտ քաղաքականություն է եւ քննարկման ենթակա չէ։ Դե այդ տեսակ մարդկանց հատուկ կարգավիճակ ունեն, չէ՞, որ միշտ գտնում են իրանք ճիշտ են ու ամբողջ հասարակությունը հասկանում որ սա սխալ է անում, բայց ինքը գտնում որ ինքը ճիշտ է անում։ Այդ կարգի մարդիկ արդեն ինչ-որ բան ունեն, դա լուրջ հիվանդություն է։ Բայց ես չեմ կարծում, որ իրանք այդպես են գտնում։ Իրանք էլ չէ ինչ-որ բաներ քննարկում, հասկանում որ դա սխալ է, որ չի ստացվում իրանց մոտ, ինչ որ նախաձեռնում են չի ստացվում։ Անում են մեծ խոսում են, հետո գնում են մի խայտարակ իրավիճակի են հայտնվում։ Հետո ասենք ասում են, որ իրանք իրանցով հայտարարում են, որ օրինակ ասենք սահմանադրությունը պետք է փոխվի ընտրությունից հետո, դա բարձրացում է, չէ, ընտրությունից առաջ պետք է փոխել, որովհետև ինչ որ մեկը ասել է։ Օրինակ իրանք հայտարարում են, որ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, եկեղեցու կողքն են, իրանք բան ուրախ զվարթ, հետո բարձրացում է, որ իրանք հակառակորդն են, քանի որ Փաշիզադեն ասում է, որ առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի համար, իրանք կապած սկսում են դրա մասին խոսել։ Այսինքն այս մարդկանց հետ սրանց որ հանա հա ոչ չենա չէ, սրանք պահի տակ ազդեցության այդպես չի կարող լինի քաղաքականության մեջ։ Մարդիկ ինչ են ընտրում, այսինքն հələ մի հատ տեսեք այս մարդկանց մինչև իշխանության գալ խոսացածները եւ իշխանության գալուց հետո իրանք իրանց ամենամեծ հակառակորդներն են։ Այն ինչ որ իրանք անում են հիմա, մինչև իշխանության գալը իրանք մեզանից բոլորից ավելի շատ այդ մասին խոսում էին, քննադատում էին եւ այլն։ Հենց ձեռքները լծակ ընկավ, ամեն ինչ մոռացան։ Ի վերջո մեր աչքի առաջ ակնհայտ է, չէ, որ ասվում էր բաներ, որից հետ կանգնենք։ Ու հիմա այսօր այս կարգի փոփոխվել, նույնիսկ Արցախ բառը չօգտագործել, երբ որ ասում եք Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Պատկերացնում եք ինչ է ստացվում ախր, այդպես չի լինում, է։ Դե տեսեք, պարոն Ավետիսյան, ասում եք համերաշխություն, բայց իրենք համերաշխություն տեսնում են առանց Արցախի։ Մյուս կուսակցությունների համար էլ դա սկզբունքային է։ Լավ։ Իրանք համերաշխությունը տեսնում են առանց Արցախի։ Ինչ որ ուժեր ասում էին, քանի Արցախը կա, մենք վատ ենք ապրելու։ Հիմա Արցախը չկա, մենք էլի վատ ենք ապրում։ Մենք էլի կորցնում ենք տարածքներ։ Մտածում ենք Արցախը տանք, այսինքն իրանք մտածում էին Արցախը տան, Ալիևը կհանգստանա եւ չի ուզի ավելին։ Բարձրացումը դա տես չի։ Լավ, այդ հայացքների տարբերությունը կարող է բերել մի սեղանի շուրջ նստելու եւ համերաշխությունարկել։ Կա տարբերակ։ Հավատում եք դրան։ Ես հավատում եմ, մեր քաղաքական ուժերի տողությամբ է գնում, կա տարբերակ, որ այդ ամեն ինչը իդ բերվի, տարածքում խաղաղությունը ապահովվի ու երաշխավորված լինի այդ
խաղաղությունը, իրական խաղաղությունը։ Այդ ձևական խոսքերը տարբեր տեսակների դա մեր համար կարևոր չի այս պահի դրությամբ։ Ձեր համերաշխական խոսքը քաղաքականային ղեկավարներին, ովքեր դիտում ու հետևում են մեզ։ Մեր խոսքը հետևյալն է, մենք հիմա ոչ թե ես իրանց պիտի կոչ անեմ ինչ-որ բանի, իսկ կարծում եմ այդ կոչի ժամանակներն անցել է։ Մենք պիտի ստեղծենք մի իրավիճակ, որտեղ իրանք ուզեն-չուզեն գան այդ միջավայրը, որտեղ շահեկան չլինի ատելության խոսք ասելը։ Մենք պիտի ստեղծենք այդպես միջավայր, որտեղ ատելության խոսք ասող քաղաքական ուժը ընդհանրապես այդտեղ չգա, գալուց էլ 10 անգամ մտածի, որ եկավ ինքը ոչ մի ատելության խոսք այդտեղ պիտի չասի։ Շատ կուսակցությունների համար դա դժվար է լինելու, որովհետև իրանք ձևավորվել են ատելության խոսքի վրա։ Նիկոլին հայոյելով կամ ՔՊ-ին հայոյելով փորձում են քաղաքական դիրքավորվել։ Հայ ժողովուրդն ասում է, եղբայր, դուք իրանց եք հայոյում, իրանք ձեզ են հայոյում, ու սա ինձ գնում է։ Հələ մի հատ փորձեք դուք մի հայոյեք, դուք էլ մի հայոյեք հələ։ Հələ մի հատ հասկանանք ինչ եք ասում դուք։ Եկեք մի հատ քաղաքական լուրջ քննարկենք, հասկանանք այս մարտահրավերները, որ մեր առաջ կա, մենք կարում ենք լուծենք, թե չէ։ Մենք ունենք պոտենցիալ դա լուծելու։ Կարող է պոտենցիալ չունենք, ուղղակի մտածում ենք ինչքան քաշ տանք լավ է։ Ես կարծում եմ, որ մենք այդ պոտենցիալը ունենք։ Եվ ամենավատը կլինի այն, որ ունենալով պոտենցիալ կորցնենք պետությունը։ Հետևաբար մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տես չլինի։ Բարի պարոն Ավետիսյան, մեր ժամանակը սպառվեց, վստահ եմ, որ մեր հետևորդներն համերաշխաբար պիտի դիտեն եւ հետևություններ անեն։ Մնացեք խաղաղությամբ, Աստված ձեզ պահապան։